Թեւե չներգրավեր կամ իր երեխեքը չներգրավեին այս process-ների մեջ, եթե մենք օրինակ սկսենք անդրադառնալ Աննա Հակոբյանին, մարդիկ կարային շատ արդարացի, ասեին տղեկ, իսկ ընտանիք մտնում, բայց այստեղ ընտանիք չի, ախպեր, այդ կնիկը իր հետ հավասար քաղաքական process-ների մեջ քննարկել, քննադատել, անհամաձայնություն հայտնել Միքայել Սրբազանի հետ, առավել քան նորմալ է, ավելին ասեմ, աննորմալ կլիներ, եթե ինքը իմպերատիվ քաղաքական ինչ-որ մեսիջներ տար, ու մենք ելնելով նրանց, որ ինքը Սրբազանը, անկախ նրանց, թե ոնց է վերաբերվում կրոնին կամ եկեղեցուն։ Մենք ասենք, դե ինքը Սրբազանն է, հետո ընկեր ջան։ Դա անառողջ մոտեցում է։ Ես պոստում գրել էի նաև, որ ասենք այդ իմպերատիվ հաղորդակցումը շատ նորմալ է եկեղեցում այդ համատեքստում։ Ինքը քարոզ է։ Այո, երբ որ դու գալիս ես ու խոսում ես բաներ, որոնք հիմնված են բացառապես մարդու հավատքի վրա, շատ նորմալ է, որ դա չի ունենում ինչ-որ հակադարձում։ Դա չի ենթադրում այդ իրանց կոմունիկացիան, չի ենթադրում, որ պետք է նստենք ինչ-որ բաներ քննարկենք, ինչը ինքը պնդում է աստվածաբանության շրջանակներում։